Արդեն երկրորդ օրն է ձեր նստացույցը շարունակվում է Հայաստանի միակ կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանի ազատության համար գլխավոր դատախազության մոտ կխնդրեմ ասեք 3 այսօր դատախազությունից որևէ մեկը ձեզ մոտեցել է, փորձել է լսել ձեր պահանջը, խնդիրը ներկայացված։ Ոչ, դատախազությունից մարդ չի եկել այդ խնդրով։ Նես չէր իմ գալը ստեղ իրանց հետ ինչ-որ երկխոսություն կամ պայմանավորվածություն ձեռք բերելն է եղել, այլ իմ նպատակը կայացել է նրանում, որ հանրության լայն շրջանակներ տեղյակ լինեն, որ իրենց ընտրած քաղաքական իշխանությունը Հայաստանի ժողովրդավար հանրապետությունում քաղաքական հետապնդումների արդյունքում ունի կին քաղբանտարկյալ եւ ես ու իմ մարտական ընկերները պայքարի միջոցով հասնելու ենք նրան, որ Լիդիա Մանթաշյանը հայտնվի ազատության մեջ։ Ինչ եք կարծում, Հայաստանում, այսպես ասած, իրական հանցագործներին, ահաբեկչություններ իրականացնողներին թողնում են ազատության մեջ, բայց անազատության մեջ են պահում մարդկանց, որոնց մեղքը դեռ ապացուցված էլ չէ ըստ էության։ Ինչու է այսպես։ Քաղաքական որոշումների արդյունքն է, հետևանքն է ավելի ճիշտ դա, որը իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից։ Շինց ու մեղադրանք են ստեղծել Լիդիա Մանթաշյանի եւ մնացածի նկատմամբ, ինչա նշանակում ահաբեկչության նախապատրաստում ու այդ հոդվածի տակ գտնվող տղամարդիկ ազատության մեջ են արդեն, կալանքի միջոց է փոխվել, բայց Լիդիա Մանթաշյանը շարունակում է մնալ անազատության մեջ։ Այդ նշանակում է, որ այդ մարդը քաղաքական հետապնդման զոհ է։ Հայաստանում այն նման ապօրինությունների դեմ, իշխանությունների վարած քաղաքականության դեմ հնարավոր է իսկապես պայքարել տարբեր բողոքի ակցիաներով, թեկուզ հենց նստացույցով, որը հիմա անում եք։ Նստացույցը մի փոքր մաս է, այս պայքարը երկար է տևելու եւ հետ կանգնել, հանձնվել չկա։ Եթե սկսել ենք, պետք է մինչև վերջ տանենք ու մեր նպատակը ոչ թե միայն իշխանափոխությունն է, ոչ, այլ իշխանափոխությունից հետո այս երկրին ու երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ոչ թե ՀՀ քաղաքացիներին, այլ հայերին, ովքեր իրենց արյունով, բնույթով, կենսաբանական ամեն ինչով հայ են, իրենց պետք է այդ պարտվողի կերպարից դուրս հանենք ու հետ վերադարձնենք հաղթողի մտածելակերպը։ Հնարավոր է այս պայմաններում այս իշխանությունից ազատվել, երբ օրինակ մենք լսում ենք, թե ինչպես օրինակ շատ ապօրինություններ գործելով հաղթեցին Էջմիածնում, մինչև այդ օրենքներ փոխելով եւ համայնքներ խոշորացնելով, հիմա էլ ասում են, որ մարդկանց 3000 դրամ են բաժանում, որ մարզերում գնան եւ Նիկոլ Փաշինյանին ողջունեն, ծափահարեն։ Այս պայմաններում մենք հնարավորություն ունենք որևէ կերպ իշխանափոխության։ Դա լինի փողոցում պայքարի միջոցով, թե ընտրությունների միջոցով։ Սենց ասեմ, փողոցով եկածին փողոցով չես կարա հեռացնես, ինքը այդ մախինացիաներին լավ տիրապետում է ու իր ջրաղացին ջուր լցնել պետք չի, այլ այնպիսի մեթոդներ պետք է կիրառվեն օրենքի շրջանակներում իհարկե, որը անծանոթ կլինի իրան ու այդ ներկա նախկին մարտի 1-եր, չգիտեմ ինչ հեքիաթներ պատմելով անցյալը ինքը վերարտադրում է, որ ինքը նորից ընտրվի, բայց մենք այդ օրակարգի մեջ չենք մտնելու եւ ավելի լավ տարբերակներ ենք ընտրելու ու այս հանրության ուշադրությունը սևեռելով մեր վրա հասնելու ենք նրան, որ այդ իշխանափոխությունը տեղի ունենալու։ Այդ լավ տարբերակները որոնք են։ Դե ժամանակը ցույց կտա, հիմա որ սաղ պատմենք, հետաքրքրությունը հետո չի լինի։ Եվ եւս մեկ հարց ձեր ակցիայի հետ կապված, մինչև երբ եք պատրաստվում այստեղ լինել եւ ինչ հույս ակնկալիք ունեք։ Ակցիան սկսել ենք նստացույցով, բայց ժամանակի ընթացքում ինքը կարա փոխվի այլ միջոցառումների, բայց պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Լիդիան ազատության մեջ չի։ Ակնկալիքներ ունեք այս դատական համակարգից։ Իմ ակնկալիքները հանրության լայն շրջանակներից է կախված, որպեսզի հանրային ճնշման միջոցով մենք կարողանանք այնպես անել, որ դատական եւ դատախազական այս համակարգը զգան, որ իրենք իրոք անկախ մարմին են եւ այդ մի շանսը իրանց տրվել է, որ իրենք կարողանան ապացուցել, որ բարոյական ինչ-որ հատկանիշներ ունեն, առավել եւս կին քաղբանտարկյալի վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու։